Ժողովուրդներ ջան։ Այ հայր։ Տեսեք առաքյալը ինչ ասում, ուրեմն չես կարող արդարանալ, ով մարդ, ով էլ լինես, եթե դատում ես, ինչով ուրիշին ես դատում, նույնով քեզ ես դատապարտում, որովհետև դու որ դատում ես, նույն բաներն ես անում։ Մեզ թվում է Պողոսը շատ բարդ բաներ է քարոզել, բայց նաև հիմա որ նայում ենք, ամենապարզ ճշմարտություններով չի քարոզում։ Հիմա մի ուրիշ բան ասեմ, մեր քարոզը ուրիշներին ու Պողոսի այս քարոզը, որն է տարբերությունը։ Պողոսը ապրելը, քարոզելը, ուրիշ Աստված ինչ խոսած։ Ինքը շատ բնական, ասում է նայի մարդ, դու ուրիշին դատում ես այս բաներում, դու այդ նույնը անում ես, ուրեմն ավտոմատ դատապարտությունը քո վրա ես բերում, շատ բնական ձևով բացատրումը։ Ինչի՞, որովհետև անկեղծ մենք մեր բարկությունները դիմացինի վրա շատ բնական ենք թափում։ Բայց երբ այդ նույն բարկությունը հանկարծ ուզում ենք մեր անձին վերագրենք, շատ վերապահումներով ենք բանանում, ճիշտ է, դե հոսես չի, դե հոնես չի, դե առաքյալը մարդկանց սովորացնում է, ճիշտ այն ամենա, հիշում եք, էլի գնանք խեղճ Դավիթին, որ առաքյալն եմ ասում, Մարգարեն Դավիթին հասկացներ, որ մեղք արածը, եկավ պատմեց, որ հարուստը հոտեր ուներ, աշկը դրեց հարևանի գարանը։ Իսկ Դավիթն էլ ոնց թե դու հոտեր ունենաս ու աշկդ հարևանի գարանը լինի, շատ ասում է տեղը պետք է պատժվի։ Մարգարեն ասում է տեղը դու պետք է պատժվես։ Ճիշտ է։ Մեր քարոզներն էլ այսինքն շատ բնական պիտի լինի, որ մարդը ինքը իրան ճանաչի։ Ճիշտ է թե չէ։ Եվ տեսեք ինչ է ասում, ուրեմն այն, որ ուրիշն անում է, դու դատում ես, այդ անում ես, քո վրա դատապարտություն ես բերում, եւ ինչ պիտի լինի։ Բայց մենք գիտենք, որ Աստծո դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են անում։ Աստծո դատաստանը ճշմարտությամբ գործադրվում է նրանց նկատմամբ։ Երբեմն մարդիկ ասում են, Աստված ինձ սենց արեց, մենք լռում ենք։ Հա, բա արել է, բա ես ինչ։ Մենք չենք ասում, Աստված դրանք քեզ չի արել, դրանք դու ես քո վրա բերել։ Ճիշտ է թե չէ։ Վախենում ենք այս բանը ասելուց։ Կամ էլ Հոբի բարեկամների նման շատ խիստ դատաստանների ենք անցնում, չէ՞։ Օրինակ, տեսեք, եկան 3 օր, առաջի պայմանն ինչ եղավ, որ կարդում ես, ասում ես, այ մարդիս ինչ անդիր մարդիկ են, 3 օր գնացել են հիվանդի կողքը, սուս նստել, բայց մի քիչ հետո, այս Հոբը խոսում է, ասում է, թե ինչի ես բանն իմ վրա եկավ, չեմ կարողանում ջոկեմ։ Ասում է, կույրը, որ ճամփեն անցնում էր, գնաց է ձեռից բռնեմ, որ բան չլինի, որփի վայր ու դատաստանը չի եղել, որ ես չգնամ, չկանեմ, չպահեմ, սրանք ասում են, յանի խելքը գլխին բաներ խոսա, ուղիղ բանանող ամբարիշտ բանի չեր հանդիպի, ինչա, իրենք ընդհանուր ճշմարտություններ էին խոսում, որոնք չեր համընկնում Հոբի կյանքի հետ։ Ճիշտ է թե չէ։ Երբեմն մեր քարոզներն էլ են ճիշտ այդպիսին լինում, ընդհանուր ճշմարտություններ են խոսում ու չի համընկնում մարդու կյանքի հետ, բա երբ կհամընկնի, երբ մենք հոգին ունենանք, չէ՞։ Օրինակ տեսեք, անունը մոռացա,
որ ներքինուն Աստծո հոգին տարավ։ Հա, հեսա կհիշենք, որ ներքինուն ասում է, այդ ինչ գիրք ես կարդում։ Ասում է Եսայի մարգարեության, ասում է հասկանում ես։ Չի ասում է, որ բացատրող չլինի, ոնց կհասկանամ։ Դե բոլորս իմացանք, հա, այն բանի ասած։ Հա։ Ու ինքը սկսում է այս, որ սենց է գրած է սա է, որը նենց է գրած է նա։ Մենք պիտի թույլ տանք Աստծո հոգին մեզ առաջ տանի։ Արի։ Որ Աստծո հոգին մեզ առաջ տանի, ամենքի հետ խոսելու բաները ինքը մեզ կասի։ Ճիշտ է թե չէ։ Եվ այդ կուզես փակի Արփինե ջան։ Մենք կիմանանք ճիշտ ինչ ասենք, ոնց ասենք։ Հիմա իսկ դու ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ անողներին եւ դու էլ նույն բաներն ես անում, միթե կարծում ես, թե կազատվես Աստծո դատաստանից։ Մենք մարդու հետ զրուցելու կարողություն չունենք, մենք մենախոսության ենք անցնում, ճիշտ է թե չէ։ Մենք որ մարդու հետ խոսենք, այն ինչը որը նենց անում է, ինքը դատաստանից, էսյանից, այնյանից, հետո այդ նույն իրավիճակը տեղափոխենք իրա վրա, ոնց որ ինքը ավելի ընդունելու ձևով բան կանի, չէ։ Մենք գնում ենք, էսի սենց է։ Ես ասում եմ, Էնիլ ասում է դե գյորնն ես դու է, մի ասա, ճիշտ է թե չէ։ Շատ կարևոր է, որ մենք նուրբ ու մանրամ, ուր ես գնում կուկու, ուր, նանի։ Հետո տեսեք ինչ է ասում, դատաստանից ասում է կազատվես, կամ թե արհամարում ես նրա առատ բարությունը, համբերատարությունը, երկայնամտությունը, չիմանալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է առաջնորդում։ Մարդ կասում է, բա որ սխալ եմ, խի չի պատժում։ Մենք այդտեղ էլ ենք ջուրն առնում բերաններից, երևի մենք էլ ենք ընկերանում, հա, էլի այ մարդ, որ Աստված չի պատժի, էլի ես ինչ ասեմ։ Այո, չի պատժում, որովհետև մեզ ուզում է ապաշխարության կանչի։ Ինչի չի պատժում։ Անգամ խրատը նույն պահին ասում է ուրախարար չի, չէ։ Կխառնվենք իրար, մեզ կկորցնենք, Աստված ուզում է հանդարտության մեջ իրան գտնենք։ Հələ տեսեք առաքյալը ինչ պարզ պրիմիտիվ քարոզ է անում։ Ասում է այս մուդիին մեկը լսում է, հա տեսնում է սրա քարոզից, քանի մարդիկ դարձի են գալիս, այ մարդ ասում է, պետք է մի օր գնամ սրա սենյակում պահկվեմ, տենամ էսի են տունը ինչ անում, որ գալիս է, խոսում է մարդիկ դարձի են գալիս, այդ օրն էլ հակառակի նման այս մուդից շատ բեսարած է լինում, էսի նախապես եկել է պահարանի մեջ պահկվել է, որ տենա մուդին գալու է տուն ինչ անի, Ես մուդին էլ գալիս ասում Աստված ջան, ինչ ասեմ, այսօր դու ինձ ների էլի, այնքան հոգնած եմ, պարկեմ քնեմ, էսի պարկում, որ քնի, էսի պահարանից դուրս է գալի, ոնց թե ասում է, տունը գալիս ասում ես հոգնած եմ, քնում ես, գալիս ընդե քարոզում ես, մարդիկ դարձի են գալիս, ասում ախպեր ջան, այսօր ես սրան հանդիպե, բա այն գիշերները, որ ծունկներիս վրա եմ անցկացնում, մենք կարող է մի օրվա տեսածով շփոթենք, չէ, ինքը ուրիշ օրեր ծունկերի վրա է անցկացրել, այդ օրն էլ եկել է, անկեղծ ասմաների էլի, այսօր քնեմ, այս մարդն էլ դրանից է խաբար, մենք շատ անկեղծ, շատ պարզ, թե Աստծո հետ, թե մարդկանց հետ զրույցի գնանք, ճիշտ է։ Ուրեմն ինչ է, բայց քո կարծրությամբ և չզղջացող սրտով բարկություն ես դիզում քո դեմ այն օրվա համար, երբ Աստծո բարկությունն ու արդար դատաստանը պիտի հայտնվի, ով յուրաքանչյուրին հատուցելու է իր գործերի համեմատ, հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով, փառ
պատիվ ու անմահություն են որոնում, իսկ նրանց, ովքեր հակառակության մեջ են, ճշմարտությանը չեն հնազանդվում, այլ անիրավության ետևից են գնում, բարկություն և զայրույթ, նեղություն, տառապանք, ամեն մի մարդու հոգու վրա, ով չարիք է գործում, նախ հրեային և նույնպես հեթանոսին, բայց փառք, պատիվ, խաղաղություն բոլոր նրանց, ովքեր բարին են գործում, նախ հրեային և նույնպես հեթանոսին, որովհետև Աստծո մոտ աչառություն չկա։ Նորից ու նոր եմ ասում, ես նախ հրեային, հետո հեթանոսին մենք հիշենք։ Այդ հարցն է ուզում տալ։ Հա, որովհետև և հրեաներ կային այդ աղոթատեղը, և հեթանոսներ, ինքը ասում է այս խոսքերը, օրինակ հրեաները կարային ասեին հեթանոսները հին ուխտը չունեն, մենք օրենքը գիտենք, մենք մարգարեությունները գիտենք, մենք հին ուխտի պատմական գրքերը գիտենք, առաքյալը սրանով ուզում է ասի, ինչ էլ գիտեք, եթե այս օրենքներով չեք ապրում, դուք էլ ձեր անձն եք դատապարտում։ Եվ հեթանոսներին էլ ուզում ասի, ինչքան էլ չունեք օրենքի գիրք, մարգարեության, բայց ձեր գործերով դատապարտվելու եք։ Ու տեսեք ինչ գեղեցիկ, ասում եմ, ամենապարզ, ամենապրիմիտիվ, ամենահասկանալի բառերով։ Ինչա, եթե դու ինչ ես անում, քո կարծրությամբ և անձեղ ցրտով բարկություն ես դիզում քո դեմ։ Ինչի՞։ Աստված ամեն ինչը արդարությամբ դատելու է։ Բա լավ, եթե գործերով է, բա շնորհն ինչի համար է։ Որովհետև առանց շնորհի բոլորս մեր կյանքում ինչ ենք հայտնաբերում, և էլի առաջի խոստովանությունը Պողոսն է ասում, ուզում եմ բարին անեմ ու չարն է դուրս գալիս։ Եթե մենք ամեն մեկս մեզ քննելու համար կողքից նայեմ, ես որն եմ անում, օրինակ ձեզ մի պարզ բան ասեմ, հավատացյալներ եք, ուզում ենք մեկս մեկիս մի լավ բան տաք, ողջա ես կապում, օրինակ, դնում ես, հեսա Լուսինեն գա, եսի տալու եմ Լուսինեի, մի քիչ հետո աչքդ ընկնում է, այ մարդ շատ ես դրե, գնա, ինչ լավ է Լուսինեն հələ չի եկե, մի երկուսը վերցրու, վերցնում ես, մի հատ էլ աչքդ ընկնում, ինքնաարդարացում ես գնում, այ մարդ խեմ եմ մենակ Լուսինեին տալիս, Արփինեին էլ կտամ, գնում եմ մի տոպրակ նանում եմ երկու, ես ինչի երկրորդ տոպրակը չեմ կապում Արփինեին, հա, բա ոնց, չեք բռնցրեց ես, ես մի բանի մեջ ինստանտ դրել եմ, հետո ասի չի ոնց որ շատ է, մի քանաթանեցի, հետո նույն պահին, ես էսի համ խոստովանություն է, համ վկայություն, նույն պահին դուք ասի, չէ, ինչ անում էր չեր անում ես, այդ անում նոր ստարադրի տեղը։ Ինչի եմ էսի ասում, այո, փառք Աստծո, որ հաջողվում է մեզ, նաև չի հաջողվում, ինքներս մեզ բռնացնում ենք, որ այն իմ ամենալավ հոգևոր վիճակի մեջ էլ մեղքը ինձ ուզում է բռնցնի, որ ես կամ հեչ եղել է, մեկը քո նկատմամբ բան արի, ասում ես դե հիմա արեց մարդեր էլի, հեչ չարժի, մեկ էլ մտքիդ մեջ ես գործով ոնց թե հեչ չարժի, հա, հլը համբերի, բանը, մի քիչ հետո, մի երկու անպատիվ խոսք բռնցնում ես քեզ ասում ես այ մարդ ամոթ է էլի թեկուզ մտքիդ մեջ հո հրեշտակները լսում են հետո գնում ես ինքնարդարացման բա տեսար ինձ ոնց է բան արե որ անգամ մտքիս մեջ չեմ դիմանում անում ենք թե չենք անում այո ընկնում ենք մամաս ասում ես չնստեք մտքի պոեզն ուր ուզենա մեկ դուք ասում եք ղեկավարեք որ ձեզ չտանին այստեղ կորցնի հա իրական մեզ երբեմն
տանում ու կորցնում է ու առաքյալի ասած է սա միշտ հիշի համբերատարությանը դու բարկություն չդիզես ինչի Աստված համբերում ալու ռամնում ինձ էլ թվում է ինձնից լավը չկա հա չէ այդպես չի Աստված լռում է որ ես ուշքի գամ Եվ տեսեք նորից ու նոր եմ ասում հրյային հույնին բարի գործերը մեր բոլոր բարի գործերը հաջողվում են երբ Աստծով են ջանքերով արած բարի գործերի մեջ էլ մենք կիսատ պրատ ենք մնում ճիշտ է թե չէ էլ չեմ անի հայտարարում ենք թե ում համար էինք անում եւ ինչի չենք անի մի հարցնող ըլնի պատասխանը չունենք, բայց հայտարարում ենք շատ զուլում բան է մեղքի արմատը մեր մեջ։ Հիմա գանք տեսնենք ինչ է ասում առաքյալը մեզ։ Քանի որ նրանք, ովքեր առանց օրենքի մեղանչեցին, առանց օրենքի էլ պիտի կորչեն, իսկ նրանք, որ օրենքի տակ մեղանչեցին, օրենքով պիտի դատվեն, որովհետև ոչ թե օրենքը լսողներն են Աստծո առջև արդար, այլ օրենքը կատարողները պիտի արդարանան։ Էլի եւ հրյային եւ հույնին։ Հրյաները օրենքն ունեին, հեթանոսները չունեին։ Նրանք առանց օրենքի պիտի կորչեն։ Որ ասում առանց օրենքի մեղանչեցին, առանց օրենքի էլ պիտի կորչեն։ Հա։ Օրինակ ես չգիտեմ, գողանալը մեղ կա։ Հենց հա, գողացել եմ։ Աստված չի նայում, ես գիտեմ, թե չգիտեմ, ինչի, իմ խղճմտանքի վրա կա։ Օրինակ, երբ ինձնից են գողանում, բախեմ դատապարտում։ Ես չգիտեմ գողանալը մեղ կա, բայց հերթը գալիս է ինձնից, Յանի ոնց որ մտքիս ասեմ, ումից գողանում եք, բան էլ չկա, գողացեք, բայց ինձնից մի գողացեք։ Էդ խի։ Լավ բան է։ Ուրիշներին անում եք, թող ինձ էլ անեն, կամ անպատվելը։ Ինչի չեմ ուզում ինձ անպատվել։ Ինչի չեմ ուզում ինձ անհարգալից վերաբերվեն։ Այս խղճի օրենքը Աստված ասելու է, տես այն որ քեզ էր վերաբերվում, չէիր ուզում, բա ինչի դիմացինի հանդեպ արեցիր, իսկ հրյային արդեն ասելու է, քեզ օրենքով չի ասել, որ էսի սենց է, երկու դեպքում էլ, Աստված մարդուն ենքան կատարյալ է ստեղծե, մեկը ունենալով, մեկը չունենալով չեն կարողանա ասել, ես տեղյակ չի, հեչ եղել է տունը մի բան ա եղե ու անողը դու ես եղե, ու ամենաչքմեղն էլ դու ես քեզ դրսևոր է, որ դու խաբար չես։ Չի եղել։ Կլինի, անպայման կլինի։ Թեկուզ տունը մի բան անում ես, ոչ մի չի տեսնում, բայց արվել անդա։ Հա։ Խիղճը տանջ բան, մի բան։ Ուրեմն, երբ օրենք չունեցող հեթանոսները բնականորեն կատարեն օրենքի պահանջները, սրանք, թեև օրենք չունեն, իրենք իրենց համար օրենք են, որոնք ցույց են տալիս, որ օրենքի պահանջները գրված են իրենց սրտում, մենակ սրտում չէ, իրենց խիղճն էլ վկայում է դա, և իրենց դատողությունները միմյանց մեղադրելիս կամ արդարացնելիս։ Այն օրը, երբ Աստված դատելու է մարդկանց գաղտնիքները, ըստ իմ ավետարանի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչի է ասում դատելու է մարդկանց ըստ իմ ավետարանի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ասում արդեն դուք էլ գիտեք, էլի դատվել եք։ Այո, այդ օրն էլ ասում է Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև Հիսուս Քրիստոսը ինձ պիտի ասի գող, մարդասպան, չարակամ, անառակ, անբարիշտ ջեմա, ախար խաչի վրա ես քո փոխարեն մեռա, ներում խնդրեիր պիտի ներեի, ինչու չարեցիր։
Եվ այդ ավետարանը ինքը արդեն եւ Հեթանոսին եւ հրեային քարոզելա, երկուսն էլ գիտեն, թե իրենց մեղքերի լուծումը ոնց պիտի գտնեն։ Ճիշտ է թե չէ։ Օրինակ, մենք ինչ արդարացում պիտի ունենանք Աստծո առաջ, որ ասենք, թե ինչ անեմ, ոնց անեի։ Մյուս կրոնների խեղճ ու կրակ լինելը հենց էստեղ է։ Երբ հասնում է, թե հա, լավ, չանեի, բայց արել եմ, մյուս կրոնները լուծում չունեն։ Իսկ քրիստոնեությունը ասում արել ես, ներում խնդրի ու կներեմ ծրիաբար, չհիշելու պայմանով ծովի անդունդը կգցեմ։ Ճիշտ է թե չէ, որ կրոնն է այսենց առաջարկանում։ Չկա այդպես կրոն։ Լավագույն դեպքում կրոնները ոնց որ փոխհատուցում պահանջեն։ Հա? Գնա սենց արա, նենց արա, նենց արա, բայց ցավալիորեն էդի մարդկանց հորինովի ձևերն է, օրինակ։ Ես մարդ եմ, սպանե խիղճս ինձ տանջում է, բուդդան, հուդիզմը, մուսուլմանությունը ինձ ասում են բարերարություն արա, ողորմություն տուր, իսկ Աստված դրանով չի ընդունում, որ ինձ ներում շնորհի, Աստված ասում է չէ, իմ ձևը մեկն է, եթե կլվացվես որդուս արյունով, չէ, ինչ հետաքրքիր ձև է, և զարմանալիորեն մյուս կրոններն էլ են շեշտում զոհի կարևորությունը, առանց անդրադառնալու ինչու, հա, իրենք էլ զոհեր են անում, բայց էլի գանք Կայենի ու Աբելի բանից, Աստված մեզ ասելու է, ինչ ուզում եմ, ճիշտը որ անեիր, չի ընդունի, և ինչն է զարմանալին, բանը, այստեղ այս գրքում մի հարցազրույց կա, այս լրագրողն ասում է, բա ոնց անեն են կրոնների մարդիկ, որ օտար մշակույթի են, չգիտեն Աստծուն, չգիտեն ձրի փրկությունը, ասում է, ձեզ ինչ է թվում, Աստված, որ այդ մարդկանց արարել է, ձևեր չունի նրանց հետ խոսելու, հա, ու մի օրինակ է բերում, ինքը ազգությամբ էս հարցազրույց տվողը հնդիկ է, պատմում է ուրեմն մի հատ հինդուկին, ինստիտուտում աշխատելուց, ամիսներ էս կնիկը չի հասկանում ինչա կատարվում իր հետ, ներքին պայքար, դատարկություն, ինքը իրանից գլուխ չի հանում, մի օր դուրս է գալիս ընդմիջմանը, այդ ինստիտուտի բակում ասում է Հիսուս, եթե դու կաս էլի, արի հայտնվի, շատ անիմաստ է իմ կյանքը, ինքը չի նշում, թե ոնց է հայտնվել, ասում է քեզ ինչ է թվում, այդ կինը ինքն է վկայում, թե Քրիստոսը ոնց է հայտնվել իր կյանքում, կամ մի ուրիշ օրինակ է բերում, ասում է տեսեք, այս մուսուլման աշխարհը, չէ, միլիոնավոր հետևորդներ ունի, ասում է սրանց կրոնում այնքան զարգացած է այդ հրեշտակապաշտություն, այս մեկ, որ սրանք սենց զգայական քայլում են, գիտեն, ստեղով չարը անցավ, ընդեղով բարին, ընդեղով, Աստված էլ ասում է սրանց տեսիլքների ու երազների միջոցով իր որդուն է հայտնում, մեր մտքով կանցնել, մենք մեր այս մարդու ասած մեթոդիկան ենք կիրառում, Աստված էլ իր մեթոդիկան ունի աշխարհով մեկ, դրա համար ինչ է ասում, փրկությունը Աստծունն է, մեզ թվում է, եթե ոչ այս ձևով, եթե բայնի չի լսենի, չգիտենի սենց, մի օր Պարսկաստանից եկած մի քահանա, պատմեց, ասում է, այս վերջի մի տարինա, 2 տարինա պարսկական կառավարությունը բոլոր քրիստոնյա հոգևորականներին ստիպել է, որ քարոզեք ձեր ազգի բանին, բայց մուսուլմանների հետ գործ չունեք, չաղոթեք անգամ մուսուլմանների համար, ասում է,
ու անգամ եկեղեցիներում գաղտնի տեսախցիկներ են դրել, որ եթե հոգևորականներն էլ չխոստովանեն, իրանք երբեմն ստուգեն ու տեսնեն, հո այդ մուսուլմաններին աղոտ բան չեն անում, ասում մի կին եկավ, բանը, ասեց ինչ կլինի, ու ասմա տեսա, եկեղեցում էլ համարյա մարդ չկա, ոնց որ ես էլ պատրաստվում եմ դռները փակեմ դուրս գամ, էսի ասմա եկեղեցու դուռը բացեց, ու սես չոք եկավ մինչև խորանը, ասեց Տեր հայր ինձ օրհնի, ասմա ես էլ պարսկերենով իրան ասում եմ, որ դու չգիտես այսօրվա ձեր երկրի օրենքը, ասեց ես չգիտեմ երկրի օրենքը մի բանը, բայց հիշում ես այն քանանացի կնիկը, որ եկավ Հիսուսի մոտ ասեց, շունդ եմ, հա, այդ հացի փշրանքը տուր, ես ասեց այդ շունն եմ, եկել եմ, ինձ օրհնի, ասում այսի որ սենց ասեց, նենց ասում մի ձևի վատ եղա, իսկական էլի, ես որպես տիրոջ սպասավոր, դե իմիջայնամ, երկու ձեռս ասում դրեցի ես կնգագլխին, օրհնեցի գնաց, Ափսավ ասմա մի երկու ամիս մի շատ շքեղ ջահ ստացանք նվեր, փոքր մի ծրար, վրեն գրածա, Տեր հորը, ասմա բացում եմ, ասմա գրածա, Տեր հայր ջան, էսի են շուննա, որ փշրանքներին կարոտեր ու իրա փշրանքները ստացա, իմ հեռախոսահամարն էլ էսա, ասմարնում եմ, զանգում եմ այդ հեռախոսահամարով, որ յանի այդ նվերը դրա համար եմ գրկել, ու այս կինը ինչ պատմի, ինքը շատ բարձր պաշտոնյա է եղել, այդ ժամանակ էլ կա, Էսրա աղջիկը ծանր հիվանդացել է, տարել են, դիագնոզել են քաղցկեղ, էսի ասել է, ես պիտի գնամ, չոք, հայերի խորանի առաջ, հայերի քահանայից օրհնություն խնդրեմ ու Աստված այդ օրհնությունը թափելու է իմ աղջկա վրա, լավանալու է։ Ու էսի այդ մուրազովեկի հենց դռնից չոք ու այն բանով, որ եթե քահանան չորհնի, չի լինելու այդ բանը, բժշկությունը։ Ու ինքը բանը արե, այս քահանան էլ որ դրե օրհնելա, մի քանի օրից այս աղջիկը գնաց է ստուգվել է, որ ոչ մի հետք չկա, որ իր մեջը տենց հիվանդություն կա, ու այս մեր ընդունումը, որ էդի հենց նես չվերացավ, ոնց որ քանանացի կնոջը Հիսուսն ասեց աղջիկը բժշկված եղավ, այս քահանայի օրհնությունն էլ այդ Հիսուսի խոսքի նման, այդ քաղցկեղը իր աղջկա միջից տարել է, ու այդ թանկարժեք ջահը ինքը դրա համար է նվիրում հայոց եկեղեցուն։ Հետո ասում է, այս կնոջ հետ կապեր ունեցա ու տեսա ինչ, ավետարանն ինձնից լավ գիտի, Ամերիկայից բերել է տվել, ու անգիր է արե ասում է, ոչ թե կարդացել է, ամեն տառը անգիր է արե, արտաքինից չի երևում, չէ մարդու մեջ ինչ կա, բայց տեսեք Աստված իրա մարդիկ որտեղ ու ոնց ունի, Այս Աստվածն է մեր Աստվածը, ու այս Աստվածը ուզում է և հրեային, և հեթանոսին շատ պարզ, շատ ընկալելի, օրինակ մարդը երբեք մեղքի գիտակցությունն այնքան լավ չի ընկալի, որքան իրա դեմ գործված բաներն այնք ընկալում, ճիշտ է, և շատ արդարացի բանով է ընկալում, ինքը վատը շատ բան գտնում է, որով իրավունք ուներ տենց անելու, եթե դու մարդ ես ու գտնում ես ոչ մեկը իրավունք չունի քո դեմ մեղանչելու, բա ամենակարող Աստվածը հեչ այդ իրավունքը չունի, ուրեմն մարդկանց հետ թող Սուրբ Հոգին գա մեզ սովորեցնի, խոսենք շատ պարզ, շատ հասարակ, շատ հասկանալի, և երբ ինքը տենա իրական մենք իր աշակերտն ենք, ինչ կանի, հա, Փիլիպոս
Փիլիպոսի նման հոգիով մեզ անապատներն էլ կտանի, որ վկայենք, ճիշտ է թե չէ։ Այստեղ ընդհատենք, ով մի հատ աղոտ կանի ու բաժանվեր, խնդրեմ։ Որ այսինքն սկզբում որ սատանային շնորհ չի տվել, բայց մարդկանց տվել է ինչի համար, սատանային էլ չի ներել էլի այդ իր արածի համար։ Որովհետև Աստված ոչ հրեշտակներին եւ ոչ մարդկանց չէր արարել, որ իրադեմ մեղք գործեին։ Սատանան հրեշտակներ կամովի իրադեմ մեղք գործեց, բայց քանի որ նախապայմանը չկար, որ իր համար էլ շնորհ կա, տեղնուտեղը ինքը իր դատապարտությունը ընդունեց, իսկ մարդու նախապայման կար, որ շնորհ պիտի լինի, մարդը մեղանչեց, Աստված տեղնուտեղը պատիժը չբերեց, շնորհից հետո, հիմա տեսեք, հենց շնորհի ժամանակահատվածը լրանա, մարդը պիտի պատրաստ լինի արդար ցասումի։ Այսինքն մարդը ընդունակ է մեղք գործելու սխալվելու իր այլությամբ, հա։ Չէ, ազատ կամք ունեն եւ մարդիկ եւ հրեշտակները։ Օրինակ տեսեք, կենդանիները բնազդ ունեն, ազատ կամք չունեն, կամքի գործադրում ու մտածողություն ունեն հրեշտակները, մեկ էլ մարդիկ։ Եվ ոչ մեկին Աստված ազատ կամք տալով ինքը չի դատապարտե մեղանչելու, ուղղակի յուրաքանչյուրս պիտի իմանանք, ոնց որ Հիսուսը ասեց, ես ձեզ ազատության եմ կանչում, բայց ձեր ազատությունը մեղքին չծառայի, որ օրինակ, ինչի Ադամն ու Եվան իրանց չհարցրեցին, բայց ինչի է եկե Աստծո պատվիրանին հակառակ բան ասում։ Ճիշտ է թե չէ, ազատ կամքով իրենք կարող եւ մտածողություն ունեն եւ ազատ կամքը, որ մտածեին, մեր արարիչը էս պատվերն ա տվել, սա խի է եկե պատվերին հակառակ բան ասում։ Իրենք մտածողությունը եւ կամքը իրար գումարելով կարային չանեին, բայց արեցին։ Ինչը տարավ դրան։ Իրանք Աստծո նման դառնան։ Ինչի ես ուզում հենց այդ Աստվածը դառնաս։ Դրա համար մեր եպիսկոպոսներից մեկը մի գեղեցիկ գիրք ունի, ասում է սատանային այդքան հետաքրքիր չի, դու գող դառնաս, մարդասպան, անառակ, ագահ ես մեկ, ամենահետաքրքիրը սատանային հպարտություն, ամբարշտություն, ամբարտավանություն, այս 3 բաներին կործանումն է հաջորդում, որ քեզ տանի կործանման եզրին։ Օրինակ տեսեք Հիսուսին ասում ասա հացը լեն կլնի, ինքը ինչ է անում, ինքն էլ մեկ ուրիշով է հակադրում, ասում ոչ միայն հացով կապրի մարդ, դու էլ ես ճիշտ ասում, ես էլ եմ ճիշտ ասում, ես չեմ ուզում այդ հացով ապրեմ, կամ ընկի երկրպագի քեզ կտամ, աշխարհի փառքը ինչ ասում, ետիս գնա սատանը, այսինքն ես Տիրոջ փառքն եմ ուզում, ուրիշ փառքեր մի մատնանշի ինձ, մենք էլ պիտի, ավելի լավ է սատանայի հետ երկխոսության չբռնվենք, շատ լավ է, Տիրոջը հանձնենք, Տերը քեզ հանդիմանի, ասում է Միքայել հրեշտակապետը, երբ Մովսեսի մարմինը տանում էր, սատանան հակադրվեց, չէ՞, բառ չի ասում, ասում է Տերը քեզ հանդիմանի, եթե հրեշտակապետը չի ուզում նրա հետ խոսքի բռնվի, մենք խենք բռնվում, գիտես ինչն է այստեղ բռնվելու վտանգը, շատ վարպետ է մեզանից, երբեմն մենք ասում ենք, չէ սատանայի հետ զրույցի, դու սենց կանես, ես սենց կանեմ, դու նենց, ես նենց, չէ, գործ չունենք, այո, անպատիվ խոսքեր, էլի մենք չմոռանանք, սատանայի ուզածը ինչ է, ինքը հայհոյանքից ված չի զգում, քո բերանը կեղտոտվում է, դու Աստծո պատվիրանի դեմ ես,
Ինքը դրանից է հաճույք ստանում։ Անկոր հիմա էլ հեշտակներ ազատ կամքում են։ Հա, դրա համար ասում եմ, այս սուրբ գրքում շատ թաքնված տեղեր կան։ Մենք որ նոր էինք դարձի եկել, որ ասեցիր, էլի այդ քարոզը եկավ աչքիս դեմը, մեր ողորմածիկ ասատուր եղբայրն ասում է, երբ Արուսյակը եւ բավականին խումբ հրեշտակներ տիրոջ դեմ մեղանչեցին, մնացած ասում է պահեցին ու ասին պահիր մեզ Տեր։ Դրա համար ասում է մենք էլ հավատամքի ժամանակ մեր ձեռքերը միավորում գլխներիցս վեր ենք պահում ու ասում ենք այս հավատամքի մեջ պահի մեզ, չընկնենք։ Բա այո, այսա մեջ հավատարիմ պահի, որ չընկնենք։ Երբեմն մեզ թվում է ինչա, չէ՞, հավատամքը կիսատ կլինի, լրիվ կլինի, այս կլինի, շատ կարևոր է, ամեն մի բառն է կարևոր։ Այն անգամ մեկը եկե ասում է, ինչ որ բողոքականի է հանդիպել, շատ բան արեց, մեր կաթողիկոսին փնովեց, էսյան էան չի ընդունում, ասում եմ ինչը, հոգեգալստականներին, ասում եմ մի օր մեկը եկել էր, էլի տես բան արեց, ասի աղբեր ջան, մեկը հիմա եկեղեցիներում թատրոն խաղալը մոդա է, արի թատրոն խաղանք, ասեց ո՞նց, ասի ես կաթողիկոսն եմ, դու էլ ձեր շեֆն ես, եկել ես, ես քեզ ընդունեմ, հարց եմ տալիս, մեր հավատամքում գրած է իմի մկրտություն, այս մկրտվածներին խեք մկրտում, նա մայրեսիս, ասում պատասխանի, ես պիտի հարցնեմ, դու պիտի պատասխանես, որ ընդունեմ, չէ, չխոսաս ոնց ընդունեմ, չգիտի ինչ ասի, ասի հետո տեսեք, դարերով քննադատեցի կաթոլիկների ինդուլգենցիան, թուղթ էին ծախում, մեղքերը թողնված են, ասի իմիկվա ձեր ինդուլգենցիան, հենց ասեցիր մեղավոր եմ, ներված ես, ես ինդուլգենցիա է, մինչև մեռնելս ես իմ կյանքինս զգուշություն պիտի անեմ, որ չմեղանչեմ, ճիշտ է թե չէ, ոնց կլինի մի մեղայով իմ, կամ քրիստոնյաները աղոթք են անում, Աստծո անունից էլ հայտարարություն են անում, փառք քեզ, որ իմ ներկա, ապագա, չգիտեմ գալիք, գնալիք բաները ներեցիր, դու ինչ գիտես Աստված ներես, թե չներես, մենք մեզ իրավունք չպիտի վերապահենք Աստծո անունից խոսելու, լուր մնա ասում է քո Տիրոջ առաջ, ինչ առումով մեր խնդրանքների, ոչ, իր անունով հայտարարություններ անելու, բա որ Տերը գա ու ասի հլարի, ես էդի ասել եմ քեզ, ճիշտ է թե չէ, օրինակ հավատացյալներ կան, չիմանալուց, ոչ էլ ուզում ենք Աստված եկավ ինձ, այ մարդ ինչ գործ ունես Աստծո անունից ես խոսում, շատ ասա մտքիս մեջ սես բան ա եկե, ինձ թվում ա թե Աստծուց կլինի, բայց մի ասա Աստված եկավ ասեց, այո, նայի սավուղը տեղ չշփոթվավ, Սամուել մարգարեն ասում է հիմարություն էր արածդ, թագավորությունը քեզնից գնաց, ինքը Սամուել մարգարեի խոսքին բանատեղ չի դնում, իր տղին ասում է ինչ ես Դավթի հետ ընկերություն անում, չես տենում ես թագավորությունը պահում, շահում են, որ փոխանցեմ քեզ, անդեր յանի քո ձեռը կա, դու էլ փոխանցում ես, մարգարեն եկի ասել քեզ էլ չի պատկանում, ինքը էլ փոխանցում է տղուն, ինչա, չիմացած բաները Աստծո անունից հայտարարել, շատ զգուշ պիտի լինենք, ով ա վերջի աղոթքը հիմա